Կան հիմա Հայաստանում, որոնք որ այդքան շատ համագումարներ են հասցրել անցնել։ Պետության, անկախության, ամեն ինչի սկզբում կանգնած ենք եղել մենք եւ շարունակել ենք մեր գործունեությունը։ 17 համագումարում էլ մենք խոսացել ենք նույն գաղափարների մասին։ Մեր ձգտումն է եղել, որ Հայաստանը լինի բարգավաճ, հզոր, ազդեցիկ երկիր տարածաշրջանում, ապահովելով իր ժողովրդի կենսունակությունը, իր ժողովրդի բարեկեցությունը։ Միևնույն ժամանակ մենք միշտ երազել ենք եւ ձգտել ենք համաշխարհային հայության համախմբելով Սփյուռքին, հայ ժողովրդին դարձնել ազդեցիկ եւ հարգված ողջ աշխարհում եւ այդ մրցակցության մեջ ուրիշ ազգերի հետ մենք լրացուցիչ մեծ ուժ ենք ունենում Հայաստան եւ Սփյուռք։ Մենք անընդհատ քննադատել ենք իշխանություններին այն բաների համար, որ իրենք չեն արել այդ ճանապարհով գնալու համար, պայքարել ենք արդարության համար, պայքարել ենք կոռուպցիայի դեմ, պայքարել ենք ազնվության համար, որ երկիրը պատկանի ոչ թե 1, 2, 3 հոգու, այլ պատկանի ամբողջ ժողովրդին։ Այդ ամեն ինչը մնացել է։ Եվ մեր գաղափարներն են մնացել ու մենք շարունակելու ենք իրականացնել, իսկ բոլոր թերությունները, որոնք մենք քննադատում ենք, ոչ թե կան, այլ բազմապատկվել են։ Բայց մի նոր իրավիճակ է ստեղծվել, որը նախկին ժամանակներում մենք 17 համագումարների ժամանակ մենք չենք ունեցել։ Մեր կողքը գտնվում է մի պետություն Ադրբեջան, որտեղ մանկապարտեզի տարիքից սկսած սրսկում են ատելություն հայ ժողովրդի նկատմամբ, եւ նա լիքն է այդ ատելությամբ, այդպես են դաստիարակել այդ ժողովրդին։ Իրանք հանդգնություն ունեն Հայաստանի այս տարածքի վրա։ Մենք պարտվել ենք պատերազմում, կոտրտվել ենք, այժմ գտնվում ենք այս վիճակում։ Մեր դեմ կանգնած է հզոր, ռազմական, մեզ ատող, խնդիրներ ունեցող մեր հետ մի պետություն։ Ինչ է պետք անել։ Ճանապարհը, առաջի ճանապարհը, որ փնտրում են, դա հայկական հին ճանապարհ է։ Վիզանտիա թե Իրան։ Այսինքն ով լինի մեր պապան, որպեսզի մեզ պաշտպանի։ Ոմանք ասում են Եվրամիությունը մեր պապան կլինի, մեզ կպաշտպանի, ոմանք ասում են Ռուսաստանը, ոմանք Ամերիկա եւ այլն եւ այլն։ Չկա պապա ու չի լինելու։ Եթե այստեղ պատերազմ սկսվի, ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ Միացյալ Նահանգները, ոչ մեկը զորք չի ուղարկելու կռվելու Ադրբեջանի դեմ։ Եվ բացի դրանից իրանք մտածում են, եթե այս ժողովուրդը համակերպվում է ամեն ինչի հետ, եթե ինքը իր արժեքների համար չի պայքարում, ինչու մենք պետք է գնանք պայքարենք այդ արժեքների համար։ Այնպես որ բոլոր այդ փրտրտուքները գտնել պապա, որը մեզ կպահի, մենք էլ հանգիստ մեզ համար կապրենք, դրանք սին են, անիմաստ։ Երկրորդ ճանապարհը, որը ընտրել է ներկա այս չարաբաստիկ իշխանությունը, որի ջանքերով մենք կգանք այս վիճակի մեջ։ Նա ասում է եկեք զիջենք։ Զիջենք խաղաղություն լինի, զիջենք խաղաղություն լինի։ Ի սկզբանե եւ իմ համար եւ մեր գործընկերների համար եւ շատ շատերի համար այդ ճանապարհը ստորացուցիչ է եւ ոչ արդյունավետ։ Բայց ժողովրդի մի զգալի հատված մտածում էր. միգուցե իսկապես ինչ որ մի հատ թուղթ կստորագրվի եւ կգա խաղաղություն։ Եվ մենք սպասեցինք տարիներ, այդ տարիների ընթացքում մենք ունեցանք ավելի շատ կորուստ, քան ունեցանք պատերազմի ժամանակ։ Ու այդ կորուստների հետ միասին մենք ոչ մի խաղաղություն չստացանք։ Նույնիսկ եթե հիմա որևիցե թուղթ ստորագրվի, դա նշանակում է, որ մենք մեր ակլավները, մեր ստրատեգիական կարևորագույն բարձունքները տալիս ենք Ադրբեջանին, այսինքն դրանով դրդում ենք Իրան հեշտ պատերազմ հայտարարել մեր դեմ։ Այդ ճանապարհը տանում է մեզ անձունդ։ Եվ մնում է երրորդ ճանապարհը։ Երրորդ ճանապարհը, որ մենք ասում ենք հերիք եղավ, բոլ եղավ։ Մենք չենք զիջում։ Մենք մեր արժեքները պահում ենք։ Մենք մեր խնդիրները ոնց մեր առջև դրել ենք, այդպես էլ անելու ենք։ Ու դուք կտեսնեք, եթե մենք դա անենք, եթե աշխարհը տեսնի, որ մենք վճռական, միասնական մի ժողովուրդ ենք,
որը հստակ ծրագիր ունի ինչ է ուզում անել, ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրություն կունենա մեր նկատմամբ։ Դա հնարավորություն կլինի մեզ հնարավորություն կտա կապեր ստեղծել նաև աշխարհի ուժի կենտրոնների հետ։ Իսկ ուժի կենտրոնները դա Ռուսաստանն են, Միացյալ Նահանգներն են, Չինաստանն է, Եվրոմիությունն է, Իրանը մեր կողքը կանգնած տարածաշրջանում հսկայական ուժ է։ Մենք հարաբերություններ կունենանք նաև Թուրքիայի հետ։ Սա է ճանապարհը։ Այն ժողովուրդները հազարամյակների ընթացքում, որոնք վերցել են այս ճանապարհը, արժանապատվությամբ պայքարել են իրենց շահերի համար, նրանք հաղթել են եւ կան քարտեզի վրա։ Նրանք, ովքեր հանձնվել են եւ ուզեցել են զիջելով ինչ-որ մի բանի հասնել, նրանք արդեն քարտեզի վրա չկան։ Դա է ճանապարհը։ Ես կարծում եմ այսքանից հետո մեր ժողովուրդը արդեն պատրաստ է այդ ճանապարհով գնալ։ Պետք է փոխել ճանապարհը, ուրեմն պետք է փոխել նաև այն իշխանությունը, որը տարել է մեզ այդ չարիք ճանապարհով։ Եվ երբ որ մենք փոխենք միասնական, մենք հանդես գանք, ներկայացնենք մեր պահանջները ու ասենք, որ ոչ թե մենք իշխանությունը փոխում ենք, որ չենք սիրում, այլ փոխում ենք, որտեղ ինքը այս ճանապարհով է գնում, իսկ մենք այս ճանապարհով ենք գնալու։ Դա կլինի առաջի ազդանշան ամբողջ աշխարհին, որ մենք նորից խաղի մեջ ենք։ Բանակ, բարեկամներ, դաշնակիցներ, այդ ամեն ինչի մեջ ամենակարևորը որն է։ Ամենակարևորը ժողովրդի վճռական, միասնական կամքն է։ Ու ամբողջ աշխարհն է դա հասկանում։ Ունենաս միասնական վճռական կամք, հաղթելու ես։ Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք ուզում ենք խաղաղ մեր հարևանների հետ ապրենք, բայց մենք չենք վախենալու, մենք պետք է ասենք մենք պատերազմից չենք վախենում, հլա փորձեք եկեք։ Այդպես են պահում իրանց փողոցում, այդպես են պահում մարդիկ, մի բանի հասած մարդիկ, այդպես են իրանց պահում կյանքում։ Եվ այդ ձևի են պահում իրենց այն ժողովուրդները, որոնք ինչ-որ մի բանի հասնում են։ Իսկ ինչ պահանջները մենք պետք է դնենք։ Առաջինը մենք չենք համակերպվի Արցախի դատարկումից։ Առաջի խնդիրը Արցախի ժողովուրդը պետք է նորից վերաբնակվի, պիտի ունենա որոշակի ինքնուրույնություն եւ միջազգային ուժերի կողմից, մեծ կենտրոնների կողմից երաշխավորություն անվտանգության։ Հնարավոր է դրան հասնել։ Շատ դժվար է։ Գրեթե անհնարին է թվում, բայց հնարավոր է։ Հնարավոր է, որտեղ բացի այդ ուժի կենտրոններից կա մի ընդհանուր արդեն համաշխարհային տեսակետներ կապված ժողովուրդների ցեղասպանության եւ այլն։ Եվ այդ ամեն ինչը պետք է օգտագործել։ Պետք է լինի համաշխարհային հայկական կառույց, սա շատ մեծ դեր կարող է ունենալ եկեղեցին։ Սփյուռքը, եկեղեցին պետք է կարողանան համախմբել ոչ միայն հայերին այս հարցի շուրջը, այլ մենք ունենք բազմաթիվ բարեկամներ, մեծ պաշտոնյա, շատ հարգված աշխարհի մարդկանց, որոնց համար ընդունելի չի, երբ որ բռնի տեղահանությունն է լինում ժողովրդի։ Կարևորը այն չի, որ ես տեսնեմ խնդրի վերջնական լուծումը, կարևորն է, որ այդ խնդիրը մենք ընդունում ենք որպես խնդիր, այդ դեպքում քայլ առ քայլ կգնանք այդ խնդիրը լուծելու։ Կարճ ժամանակում կլինի, երկար ժամանակում, բայց այդ խնդիրը պետք է լուծվի։ Ըստ որում հաշվի առեք, Ալիևը շատ լավ է աշխատում աշխարհի հետ, հասարակական կարծիք ստեղծելու համար։ Ինքը ծախսում է միլիարդներ։ Մենք ունենք Սփյուռք, որը կարող է անել այն, ինչին որ Ալիևի միլիարդներն էլ չէին հերիքի։ Ու մենք այդ բանը չենք օգտագործում։ Իհարկե, Արցախի հարցի հետ միասին պետք է լինի գերիների վերադարձ եւ այլն, հասկանալու է, բայց պետք է ձևակերպել այդ պահանջները։ Սահմաններ Ադրբեջանի հետ, ես այդ օտար բառերը չօգտագործեմ, սահմանի ճշտումը բանի հետ, շատ հստակ է, ասենք որտեղ սկսվեց 88 թվի, 85 թվի, բայց առանց անկլավների։ Մեզ պետք չի մեր անկլավը Ադրբեջանում, իրանք պետք է հանդգնեն ուզենան իրանք կլատը, որտեղ այդ անկլավներում եթե եղավ Ադրբեջանը, դա նշանակում է դուք ու ներսում պահում ես օտար զորք,
որը ցանկացած բա կարող եք այդ ոչնչացնել։ Սպառազինություն։ Մենք պետք է ասենք, որ Ադրբեջանի հետ միասին մենք պետք է ունենանք բալանս ուժերի, որ ոչ մեկի մոտ գայթակղություն չառաջանա դիմացինի վրա հարձակվելու։ Ուրեմն առաջի հարցը նախևառաջ մեզ եւ աշխարհին ցույց տալ, որ մենք լի ենք վճռականությամբ, պետք է լինի մի հռչակագրի պես մի բան, որը հիմա այն մեր ժողովուրդը ամբողջությամբ ընդունի, որի շուրջը համախմբվեն բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպությունները, ամբողջ ժողովուրդը, եւ այս է մեր ճանապարհը, որ ասի այս է մեր ճանապարհը, եւ այդ ճանապարհի մեջ առաջի քայլը իշխանություններից ազատվելն է։ Ես իշխանությունների մասին շատ չեմ ուզում խոսեմ, մեկ ասում է տգետ, մեկ ասում է դավաճան ծախված, մի կողմ քցենք այդ ամեն ինչը։ Ես տեսնում եմ հանձնարարված էր գործ, ինչ է կատարվել Հայաստանում, օրեց օր վատացում, կորուստներ, եթե իշխանությունը վատնա պիտի փոխեց, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց որպեսզի մենք լինենք միասնական, պետության նախկին կառուցվածքը մեզ չի բավականացնում։ Որտեղ նախկին կառուցվածքի մեջ սովորական ժողովրդի տղաները ծառայում էին, բանակում գնում էին պատերազմ, մի քանի հոգի հարստանում էին։ Ըստ որում այդ հարստությունը կարող էին Հայաստանից դուրս անել եւ ոչ մի պատասխանատվություն չէին կրում հայ ժողովրդի առջև։ Եթե մենք միասնական ենք, ուրեմն ներսում պիտի լինի արդարություն։ Ներսում պետք է բոլորը նույն պատասխանատվություն ունենան։ Եթե պետությունը մի բան շահեց, այդ շահածը պիտի հասանելի լինի ոչ թե մի քանի մեծահարուստի, այլ պիտի հասանելի լինի ամբողջ ժողովրդին։ Եթե մենք այդպիսի կառուցվածք չունենք, ժողովուրդը երբեք միասնական չի լինի։ Որտեղ իշխանությունը եւ փողը կպատկանեն մի քանի հոգու, իսկ դարդն ու ցավը մնացածին։ Այդպես հնարավոր չի կազմակերպել պետություն։ Մենք ընդհանրապես ասած պետք չի կապիկի պես կապկենք, օրինակենք եվրոպական բոլոր բանը ամեն ինչները։ Մենք անկախ պետություն ենք, մենք կառավարման ձևը, ես գտնում եմ, որ եվրոպական ձևը լավագույնն է, այդ ժողովրդավարությունը բանը, որը կա, այդ ձևը մենք պիտի վերցնենք, բայց պարտադիր չի մենք իրենց արժեքները լրիվ վերցնենք, մենք մեր արժեքներ ունենք, մեր արժեքների մեջ կարևոր է ընտանիքը, կարևոր են երեխաները, կարևոր են, որ երկու սեր կա, այդ ամեն ինչը կարևոր է, ինչ պիտի մենք իրանցից վերցնենք, ամեն մեկից վերցնենք այն ինչ, որ մեզ պետք է, բայց դարձնենք մերը, ոչ թե աշխատենք դրանով դուր գալ մյուսներին։ Եվ մեկ էլ, երբ որ մենք հարաբերություն ենք անում որևիցե երկրի հետ, չի կարելի հաշվի առնել, թե այդ երկրի ներսում ինչ կառուցվածք կա։ Նայեք, Ռուսաստանից մենք գոհ չենք, բայց Ռուսաստանի դեմ այդ շարժումները, որ սկսվեցին, ինչից սկսվեցին, որ դեմոկրատական չի, այսինքն Եվրոպայից եկած պարզ բաները, նրանք Ուկրաինայի հարցում ինչ-որ պրոբլեմներ ունեն, մեր մոտ մի քանի երիտասարդի փող են տալիս, այն մյուսներն են ապուշացած հետները գնում են, սկսում են մեր հարաբերությունները երկրների հետ փչացնել։ Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան նույն կառուցվածքը ունեն, էյապես տարբեր են։ Ամենամոտիկ պետություններն են։ Մենք դաշնակիցներ ունենալու ժամանակ բացարձակապես պիտի հաշվի չառնենք իրանց ներսում ինչ կարգեր են, այլ պիտի հաշվի առնենք այս պետության եւ մեր շահերը համընկնում են, կարող ենք իրար օգտակար լինել, թե ոչ։ Եվ այդ մանկական խաղերը գաղափարախոսության վրա, բարոյական կամ լիբերալիզմի կամ չեմ անում ինչի գաղափարների վրա բարեկամներ կորցնել եւ թշնամացնել, դրանից ավելի սարսափելի բան չկա, այն ինչ որ կատարվում է Հայաստանում։ Հիմա հեշտ է ասել, որ իշխանությունը պետք է փոխել, դուք ինքներդ տեսաք, քանի պայքար եղավ եւ չբերեցին դրան։ Ես նորից կրկնում եմ, որ երբ որ խոսքը գնում է մարդկանց մասին, որ արի այս մարդուն փոխենք եւ չեմ իմանում ում բերենք դնենք դրա տեղը, ժողովրդի համար էլ դա ոգևորիչ չի։ Դու պիտի ժողովրդին համոզես, որ կա մի ճանապարհ, որով այս պետությունը գնում է եւ այդ ճանապարհը տանում է դեպի անդունդ, եւ կա ճանապարհ, որով մենք կարող ենք փրկվել։
Եթե գալիս ես մեր ճանապարհով, եկեք միասին համախմբվենք։ Պետք է ստեղծվի համազգային ճակատ, որի խնդիրը Նիկոլին գցելը չի, որի խնդիրը այդ ճանապարհով գնալն է, Նիկոլի գցելը դա հետևանք է այդ ճանապարհից, որտեղ այդ ճանապարհը պահանջում է, որ իրան գցես։ Որտեղ սկսենք վիճել, թե բա ով լինի Նիկոլի փոխարեն, իսկի մարդու անուն պետք է չի տալ։ Ճակատ, եթե այդ ճակատը չկա, impeachment-ը փակուղի է, ընտրությունները փակուղի են։ Այն, որ առանց շարժման impeachment չի կարա լինի, բոլորիս է հասկանալի։ Բայց գանքը դա ընտրությունների։ Այս ընտրությունները, որ պիտի լինեն 26 թվին, էապես տարբերվում են 21 թվի ընտրություններից ինչու։ 21 թվին կար շարժում, պատերազմից հետո մեծ վախ կար իշխանությունների մեջ, ժողովրդից, եւ այդ շարժումը իշխանություններին մցրել էր բունկերում էին հիմնականում։ Եվ իրանք գտան փրկության միակ ձևը, դա ընտրություններ հայտարարելն էր։ Բայց եթե ընդդիմությունը չգայթակվեր, եւ ոչ թե ասել մենք էլ ենք գնում ընտրությունների, ասել որ մենք դեմ ենք ընտրությանը, մենք շարունակելու ենք այս պայքարը, լրիվ ուրիշ վիճակ կունենայինք մենք ստեղ։ Այնպես որ չասեն, որ դա ընտրություններ ուզած-չուզած գնացել ենք, չէ, այդ ընտրությունը առանց ընդդիմության, համաձայնության տեղի չեր ունեն։ Այս ընտրությունը ուրիշ է։ Այս ընտրությունը մենք ուզենք, չուզենք, այս ընտրությունը տեղի է ունենալու։ Ոմանք հիմա նայում եմ, ես հեռուստացույցով, մամուլով, բան նայում եմ, հայտարարում են, որ մենք հիմա մեծ թիմ կկազմենք, մենք ենք որ կանք, կգնանք ու կհաղթենք։ Այդ մարդիկ ոնց է թե վերջի 30 տարին Հայաստանում չեն ապրել։ Այն միտքը, որ ես կարող եմ գնալ, շատ ձայն հավաքեմ, եւ իշխանությունը ստիպված կգնա, այսինքն կհաշվի ձայները, կասի վայ ներողություն ես գնացի, տենց բան կարող է լինել Հայաստանում։ Եթե տենց բան լինի, դա նշանակում է նրանք, ովքեր ենթադրում են այդպիսի բան, իրանց ենթադրության մեջ ուրեմն Նիկոլը շատ ավելի բարոյական եւ բարձր մակարդակի մարդ է, քան նախորդ բոլոր իշխանությունները։ Բայց այդպես է։ Ուրեմն այդ ճանապարհը անիմաստ է։ Ասում են, լավ, կգնանք շատ ձայն կհավաքենք, հետո կսարքենք 96 թիվ։ 96 թիվը դեռ դուք շատ ձայն հավաքեք, դա էլ է պրոբլեմ։ Հետո կարողացեք 96 թիվ ստանալ, հետո կարողացեք 96 թվի 96 պլյուս անել, իշխանություն վերցնել։ Դա էլ է պրոբլեմ։ Երբեմն օրինակ եմ բերում Գյումրի օրինակը, որ տեսեք Գյումրիում, փաստորեն մենք 3 տարբեր շարասյունով գնացինք եւ կարողացանք գումարում ունենալ Գյումրու մեր ուզած, ոչ թե մեր ուզած, այլ ամենայն դեպս ոչ իշխանական քաղաք։ Ազգային ժողովի ընտրությունները դրան նման չեն լինում։ Դա ծուղակ է, Գյումրին ծուղակ է։ Ազգային ժողովի ընտրությունները իշխանությունների համար լինելու են կյանքի եւ մահի պայքար։ Եվ իրանք կանեն ամեն ինչ, այն ինչ որ չարեցին Գյումրիում։ Դա կյանքի եւ մահի հարց է, իշխանություն կորցնելու հարց է, փող կորցնելու հարցն է, ամեն ինչ կորցնելու հարցն է, այդտեղ իրանք գնալու են միջև վերջ։ Եվ պլյուս եվրոպական որոշ ուժեր էլ կան, որ իրանց համար Հայաստանի այս թույլ լինել, այս վիճակ լինելը մենակ թե Ռուսաստանի դեմ մեղի մեզ հերիք է, առանձնապես ձայն չեն հանում։ Ուրեմն պետք է լինի ճակատ, այդ ճակատը կարող է գնալ ընտրությունների, ընտրությունները լավ ձև կարող են լինել իշխանություն փոխելու, բայց այն դեպքում, եթե դա մի ճակատ է, երկու տարբերակ կա, կամ այդ միասնական ճակատը միասնական տեխնատու է դնում, որին ես չեմ տեսնում, Հայաստանում հիմա գոյություն չունի մարդ, որի շուրջ ամբողջ ժողովուրդը համախմբվի։ Չկա տենց մարդ։ Կառաջանա պայքարի ժամանակ չեմ իմանում։ Հիմա այդպիսի մարդ չկա։ Կարելի է իսկապես միասնական ճակատով գնալ ընտրություններին, 2-3 մասի բաժանվել, մտնել ընտրություններ, բայց ընտրությունների ավարտելուց հետո չկանգնել, որտեղ հաստատ հաղթելու ենք։ Միջև վերջ գնալ եւ իշխանությունը վերցնել։ Առանց դրա Հայաստանը վերանում է։ Ես դրա համար առաջարկում եմ, որ մեր նոր ընտիր
ղեկավարությունը կուսակցության, նախապատրաստի նախագիծ փաստաթղթի, թե ինչի շուրջն ենք համախմբում մյուսներին բոլորին, փորձ անի իր ջանքերը թափի այդ միությունը ստեղծելու, ով կգա, ով չի գա, բնականա, որ շատերը քաղաքական ուժերից կարող չկան, բայց քաղաքական ուժերը Հայաստանի բնակչության 10%-ն չեն կառավարում։ Մնացած ամբողջ ժողովուրդը շփոթված վիճակում։ Եթե դու ազնիվ, անկեղծ ժողովրդին ճանապարհ ես ցույց տալիս, համոզված եղի, որ ժողովուրդը հետևից կգա։ Ու մի բան էլ ասեմ, անձնական արդեն։ Ես շատ եմ ուզում, որ որպես մարդ, ես շատ եմ ուզում, որ իմ ընտանիքը, Հայաստանի բոլոր ընտանիքները բարեկեցիկ ապրեն, ուզում եմ հպարտ լինեն, ուզում եմ պաշտպանված լինեն, եւ դա ոչ միայն հայերին է վերաբերում, մենք Հայաստանում ունենք հազարավոր եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, որոնք որ մեր ուսի հետ մեր հետ են եղել առաջի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մեր հետ միասին կիսում են այս դարդն ու ցավը։ Ես ուզում եմ, որ բոլորը լավ ապրեն ու ես տեսնում եմ այդ ճանապարհը ոնց կարելի անել, բայց բացի դրանից ինձ մեջ ներսում ոցկլտում է նաև մի հատ ուրիշ գաղափար։ Ես տեսնում եմ ոնց մենք մի ժողովուրդ հին Բաբելոնից սկսած մինչև հիմա հազարամյակների ճանապարհորդության մեջ ենք, անցել ենք շատ մեծ ճանապարհ, այն ժողովուրդները, որոնց հետ մենք բարեկամություն էինք անում կամ կռվում էինք, արդեն չկան այդ ժողովուրդները, նրանց մեծ մասը վերացել է, մենք դեռ կանք։ Ու այդ ճանապարհորդությունը ես ուզում եմ, որ մեր թորները, մեր ծորների ծորները շարունակեն։ Հիմա այն պահան է, որ այդ նավակը կարող է խորտակվի։ Բացենք արագածները, գնանք առաջ եւ թույլ տանք այդ հազարամյակների ճանապարհը անցնենք ոչ միայն մենք, այլ նաեւ մեր ապագա սերունդը։ Շնորհակալություն։